Բարև ձեզ, Էմանուել Մարգարյան, Armen Press պետական լրատվական գործակալություն, հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարին, պարոն Միրզոյան, մանավանդ որ դուք խոսքում հիշատակեցիք թրիփի մասին։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը երեկ հայտարարել է, որ թրիփ նախագիծը շարունակում է մնալ ԱՄՆ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկը եւ որ Հայաստանը ԱՄՆ-ի ու համաձայնեցված երրորդ երկրների հետ աշխատում է թրիփի իրականացման ուղղությամբ։ Կարող եք մանրամասնել, թե որոնք են համաձայնեցված երրորդ երկրները, որոնց հետ հայկական կողմը աշխատում է։ Թրիփի մասին խնդրեմ։ Շնորհակալություն, իսկապես չնայած աշխարհում եւ մեր մեծ տարածաշրջանում ընթացող ուրեմն ոչ այնքան բարենպաստ, եթե մենք ձևակերպենք ուրեմն գործընթացներին, Հայաստանի եւ Ամերիկայի միջև երկկողմ աշխատանքները թրիփի իրագործման ուղղությամբ շարունակվում են։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ հիմա դեռ փաստաթղթային փուլն է աշխատանքների եւ ըստ էության միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում են գտնվում, մենք մտքերը եւ դիրքորոշումներ առանձին հարցերի շուրջ անընդհատ ենք փոխանակում ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ, հուսանք, որ որքան հնարավոր է շուտ նաև կթևակողենք հաջորդ շինարարական ըստ էության փուլ եւ ահա սա այստեղ է որ նաև մենք երրորդ գործընկերների կարիք ենք ունենալու իհարկե պայմանագիրը երկկողմ է լինելու եւ համաձայնություն եւ նախագիծը մեծ հաշվով ամբողջապես երկկողմ է նկատեմ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները բայց նաև շինարարության փուլում ենք գործընկերների կարիք ունենալու եւ ըստ էության ամենայն հավանականությամբ նաև այդ համակարգերի կառավարման փուլում կան գաղտնիք չի սա որքան էլ որ երկկողմ նախագիծ է բխում է եւ համապատասխանում է բազմաթիվ երկրների շահերից սկսած Չինաստանից վերջացրած Պորտուգալիայով Եվրոպայի ամենաարևմտյան մասը նայենք Եվրոպական միության ել չասած մեր անմիջական հարևանների այս թրիփը այլ մոլորակի վրա չի թրիփի մի ծայրը պետքա կպնի Ադրբեջանի Հանրապետությանը կամ սկիզբ առնի դից մյուս ծայրը ավարտվի Նախիջևանով էլի Ադրբեջանի Հանրապետությունով բայց տրամաբանական շարունակությունը եւ այս մասի շատ խոսել ենք երասխով հայկական երկաթուղիների մյուս ցանցնա Կարս Գյումրի ուրեմն երկաթուղային հանգույցնա եւ Թուրքիայի երկաթուղային ցանցը Կենտրոնական Ասիայի երկրները հատկապես շատ շահագրգռված են մեկ օր առաջ մենք այստեղ հանդիպում ենք նաև Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ ով Հայաստանում էր նաև Ղազախստանի տրանսպորտի նախարարի ուղեկցությամբ հետեւաբար քննարկումները կան մերձավոր արևելյան երկրներն շահագրգիռ նաև այս հետաքրքրված այս թեմաներով առայժմ որևէ կոնկրետ բան չկա որ ես կարող եմ կիսել նաև հանրության հետ Շնորհակալություն, այսքանով ավարտենք այսօրվա ասուլիսը։ Շնորհակալություն։